Հոկտեմբերի 28-ից 30-ը Հայաստանում անցկացվում են Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի Եվրանեստի 12-րդ լիագումար նստաշրջանը, նաև բյուրոյի և հանձնաժողովների աշխատանքային նիստերը։ Այս կարևոր միջոցառումը մեկտեղել է Հայաստանի, Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանական պատվիրակություններին, քննարկելու տարածաշրջանային գործակցության, ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական ինտեգրման հարցերը։ Նիստերի ընթացքում քննարկումների առանցքում էին ԵՄ Արևելյան գործընկերության երկրների միջև ազատ առևտրի, կանաչ էներգետիկայի, իրավական մոտարկման և կայուն տնտեսական զարգացման օրակարգերը։ Հայաստանը ներկայացրեց այս ուղղություններով իր վերջին նախաձեռնություններն ու հաջողված փորձը, ընդգծելով բարեփոխումների շարունակականությունը և ԵՄ-ի հետ գործընկերության խորացման հանձնառությունը։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստում Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի ձեռքբերումներն ու ծրագրերը ուղղված կանաչ անցումներին, կայուն էներգետիկ քաղաքականությանն ու տնտեսական ինտեգրման խորացմանը։ Հայաստանը ձգտում է ստեղծել հարթակ, որտեղ ազատ առևտրի, կանաչ էներգետիկայի և նորարարական տեխնոլոգիաների ներդրումը միաժամանակ կխթանի տնտեսության մրցունակությունը և քաղաքացիների կյանքի որակի բարելավումը։ Մենք կարևորում ենք Եվրամիության գործընկերների հետ բաց ու կառուցողական երկխոսությունը ընդհանուր արժեքների ու շահերի հիման վրա։ ԵՄ աջակցությամբ կարող ենք մեր աշխարհագրական դիրքը դարձնել հնարավորություն, ապա շրջափակելով հաղորդակցուղիները։ Խաղաղության խաչմերուկ ծրագիրն էլ հենց այդ նպատակով ենք ներկայացրել։ ԵՄ-ն ողջունել է այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն են հաստատել և հանձնառու են տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը, ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը։ Մենք սպասում ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանների բացմանը։ Եվրանեստի 12-րդ լիագումար նստաշրջանը ևս մեկ հնարավորություն է Հայաստանի համար հանդես գալու որպես ակտիվ ու հավասարակշռված գործընկեր ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափում։ Իր ելույթում Արեգ Քոչինյանն էլ անդրադարձավ տարածաշրջանային անվտանգությանն ու տնտեսական կայունությանը, երկրների փոխկապակցվածությանը, ընդգծելով, որ տնտեսական առաջընթացի նախապայմանը խաղաղության և գործակցության ամրապնդումն է։ Եվրանեստի ձևաչափը մեզ հնարավորություն է տալիս համատեղ ձևավորելու անվտանգ, փոխկապակցված և կանխատեսելի տարածաշրջան։ Հայաստանը շահագրգռված է խորացնել գործակցությունը, հիմնվելով իրավական հստակության, փոխվստահության և տնտեսական փոխօգուտի սկզբունքների վրա։ Նիստերի ընթացքում միջազգային պատվիրակությունները բարձր գնահատեցին Հայաստանի նախաձեռնողական դերը Արևելյան գործընկերության օրակարգում։ Եվրանեստի 12-րդ լիագումար նստաշրջանի ավարտին նախատեսվում է ընդունել համատեղ հայտարարություն, որը արտացոլի անդամ երկրների ընդհանուր մոտեցումներն ուղղված խաղաղ զարգացմանը, ժողովրդավարական կայունությանը և կանաչ տնտեսական ինտեգրմանը։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքները Երևանում շարունակվում են։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։